and Azerbaijani armed forces. Փշրել է Հիկմեթ Հաջիևը Հայաստանի ազգային ժողովի նախագահի ակնկալիքը, թե Ալիևը կմասնակցի Երևանյան կոնֆերանսին։ Մենք անկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն։ Ադրբեջանն արդեն պաշտոնապես նախագահի օգնականի շուրթերով է ասում, որ Ալիևի այցը Հայաստան մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հնարավոր չէ ներկա պայմաններում, առանց մանրամասնելու ինչ պայմաններ նկատի ունի։ Հինգշաբթի էր ադրբեջանական մամուլ արտահոսել տեղեկություն, թե Ալիևին պատիվ չի բերի այցը Երևան, քանի դեռ խաղաղության համաձայնագիրը լիարժեք ստորագրված չէ։ Իրականում Ալիևը չի ցանկանում այցելել Երևան, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը Հայաստանը որպես լեգիտիմ պետություն ճանաչելու պլաններ չունի Բաքուն։ Ինքը չի ուզում ճանաչի Հայաստանի լեգիտիմությունը, չի ուզում ճանաչի Հայաստանը որպես պետություն, չի ուզում Հայաստանի հետ ունենա պարիտետային հավասար հարաբերություններ եւ այդ պատճառով ինքը չի ուզում գա Երևան այս պահին։ Կովկասագետ Կարեն Իգիթյանի համոզմամբ սահմանադրությունը փոխելու անկախության հռչակագիրը մայր օրենքից հանելու Բաքվի պահանջը Հայաստանին պետականությունից զրկելու ակնհայտ դրսևորում է, որը Փաշինյանը մտադիր է կատարել։ Մարդու ծննդական վկայականը ոնց որ չեղարկես։ Իսկ սա մենք խոսելու ենք արդեն դրա մասին, որ եթե դա Ադրբեջանի հետ նպատակին հասնի, որ Հայաստանը լեգիտիմ պետություն չի այլևս, եթե Ադրբեջանը հասնի այդ նպատակին, որովհետև եթե դու չեղարկում ես քո անկախության հռչակագիրը, քո ստեղծման հիմքը, այսինքն ֆունդամենտից քանդում ես այդ շենքը։ Կովկասագետը վստահ է, Ադրբեջանի ճնշման տակ է Հայաստանի կառավարությունը զինծառայության ժամկետը կրճատելու, ռազմական բյուջեն նվազեցնելու որոշումներ կայացրել։ Զինծառայությունը 1.5 տարի են դարձնում այն պահին, երբ բանակն ակնհայտ մարդաքանակի խնդիր ունի, ըստ փորձագետի։ Այսպես կոչված ուսումնական հավաքներին մարդկանց որ տանում են, դա ուսումնական հավաքներ չեն։ Մարդիկ այդ ժամկետը իրանք ուսումնական ռազմական վարժություններով չեն անցկացնում, իրանք դիրք են պահում։ Այսինքն մենք դիրքապահների քանակի խնդիր ունենք, ու այդ ժամանակ 1/4-ով կրճատվում է զորակոչիկների թիվը։ Այսինքն մեր ամենամարտունակ անձնակազմի թիվն է կրճատվում։ Սա ակնհայտ է, որ Ադրբեջանի պահանջի մի կողմից Ադրբեջանի պահանջն է, մյուս կողմից Փաշինյանի PR-ն է ընտրություններից առաջ։ Առայժմ Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններից միայն մեկն է անկատար՝ ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում։ Այն էլ ժամանակի հարց է, Կովկասագետի կարծիքով, չէ՞ որ արտասահմանցիները Հայաստանում տուն գնելու հնարավորություն ունեն։ Իգիթյանը համոզված է, Հայաստանի տարածքը արևմտյան Ադրբեջան համարողներն են ամենաշատը հետաքրքրված Հայաստանում տուն ունենալու գաղափարով։ Եթե մենք խոսում ենք գյուղական գյուղերի մասին, որտեղ որ նախկինում ադրբեջանական բնակչություն եղել է, իրենք կարող են այդ տները առնեն, հետո գան այնտեղ բնակվեն, հետո ասեն, որ այս իրենց համ պատմական տարածքն է, համ իրենց սեփականությունն է, որևէ մի բախման վիճակում ասելու են այս ամբողջ խնդիրը նա է, որ ձեր ոստիկանությունը, բնական է, բախում ալնելու, փախնելու են մսկիթում փախվեն, մսկիթ են պահանջելու ունենան, ոստիկանությունը եթե մտի մսկիթ, դա եւս մեկ խնդիր ալնելու, այսինքն այդ տեխնոլոգիան ոնց են իրանք դա անելու, որ պետք է նաեւ մուսուլմանական ոստիկանություն լինի եւ այլ։ Այդ շատ հայտնի է ինչ են իրանք անելու։ 4 օր առաջ հայտնի դարձավ, որ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքը ֆրանսիական խղճի ազատություն ոչ պետական կազմակերպության հետ Բրյուսելում վերադարձի իրավունքն են քննարկել։ Եկեք ուշադրություն դարձնենք, այդ ամենը արվում է Եվրոպայում, ֆրանսիական ՀԿ-ի հետ, Ֆրանսիայում գրածված առնվազն։ Եվ Ալիևը եւս օրեր առաջ ասում է, որ Ֆրանսիայի հետ իրանց մութ էջերը անցյալում են, որոնք հաղթահարել են լարվածությունը։ Եվ այս ամենը իրար հետ մեզ ինչ է ասում, որ Ադրբեջանը իր նպատակները չի փոխել։ Բաքուն ոչ միայն ցանկանում է Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնել, այլև ամբողջ Կովկասն է համարում ադրբեջանական։ Ուրբաթ Միլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջանը մի սկանդալային հայտարարություն է արել. Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Ալիևը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից։ Դա կլինի ամենամեծ վերադարձը։ Թերեզա Կադաևչյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։